Ինչ են գրում, խոսում մեր Facebook-հայերը։ Եվ այսպես, Անի Առաքելյանը հրապարակել է մի տեսանյութ, որում ահազանգում է Ադրբեջանի հերթական հակահայկական քայլի մասին։ Վերջերս Ստոկհոլմում տեղի է ունեցել Երևան սրտումս ապրող հայրենիք վերնագրով մի գրքի շնորհանդես, որի կազմակերպիչը ոչ ավել ոչ պակաս Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Մուհամմեդ Ֆիզուլի անվան ձեռագրերի ինստիտուտն է։ Լսենք Անիի պատրաստած տեսանյութը եւ ամեն ինչ պարզ կդառնա։ Այս գրքի շապիկին Երևանն է։ Վերնագիրը Իրևան, սրտումս ապրող հայրենիք։ Վերևում նշված է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Մուհամմեդ Ֆիզուլիի անվան ձեռագրերի ինստիտուտը։ Վերջերս Ստոկհոլմում տեղի է ունեցել գրքի շնորհանդեսը։ Ադրբեջանական հրապարակման համաձայն այն կազմակերպել է Շվեդիա-Ադրբեջան միությունը։ Ադրբեջանի դեսպանատան եւ Սփյուռքի պետական կոմիտեի աջակցությամբ։ Միջոցառմանը հնչել է Ադրբեջանի օրհներգը, իսկ դեսպանատան առաջին քարտուղարը հայտարարել է, որ պատմական ճշմարտությունների ուսումնասիրությունն ու միջազգային հանրությանը ներկայացնելը Ադրբեջանի պետական առաջնահերթություններից է։ Այսինքն սա արդեն պարզապես գրքի շնորհանդես չէ։ Սա պետական աջակցությամբ տարածվող քաղաքական խոսույթ է։ Նույն խոսույթում Ադրբեջանի նախագահը ներկայիս Հայաստանին անվանում է Արևմտյան Ադրբեջան, իսկ Երևանը ներկայացնում որպես ադրբեջանական պատմական քաղաք։ Այս պահին որևէ ապացույց չկա, որ միջոցառմանը մասնակցել է կամ աջակցել է Շվեդիայի կառավարությունը, եւ այստեղ Հայաստանը պետք է պաշտոնապես պարզի շվեդական պետական կամ ակադեմիական շրջանակներ ներգրաված են եղել, թե ոչ։ Ես այս հարցով պաշտոնական գրություններ եմ ուղարկելու Հայաստանի ԱԳՆ-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին եւ խորհրդարանական բոլոր ուժերին։ Պետք է պարզել, տեղյակ են եղել այս միջոցառման մասին եւ ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել։ Ստացված պատասխանները կհրապարակեմ, որովհետև խնդիրը միայն մեկ գիրքը չէ։ Խնդիրը այն է, թե Հայաստանը ունի իր նկատմամբ պետականորեն տարածվող պահանջատիրական խոսույթին արձագանքելու հստակ համակարգ։ Պետական խոսույթին պետք է պետական պատասխան։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ սահմանադրագետ Գոհար Մելոյանը անդրադարձել է ՔՊ-ի հակաեկեղեցական պահվածքին եւ ամենայն հայոց կաթողիկոսին թիրախավորելու քաղաքականությանը։ Սահմանադրագետի գրառումից ներկայացնենք մեկ հատված։ Ամոթ ու զավեշտ ընդդիմությունը իրավունք ունի անհամաձայնության ակցիա անել, երբ թիրախավորվելով ամենայն հայոց կաթողիկոսին ուշադիր իշխանական падգամավորները վերջինիս ավազանի անունով են դիմում։ Սա ոչ միայն անարգանք է Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ իրավական համակարգի նկատմամբ, այլև քաղաքական ոչ հասուն վարքագիծ կամ չարամիտ արշավ եւ անարգանք համասփյուռ հայության եւ քրիստոնյաների նկատմամբ։ Նախ ինչքան էլ որ ՔՊ-ի կարծիքով ներեկեղեցական կանոն է խախտվել, ՔՊ-ն իրավունք չունի միջամտել ներեկեղեցական հարցերին ու սա սահմանադրական պահանջ է, իրենք էլ ցավոք սրտի շարքային քաղաքացի չեն, պաշտոնյա են ու պարտավոր են առաջնորդվել այս պահանջով ու ցանկացած միջամտություն ոչ միայն անարգանք է ազգային հավատքի ու ինստիտուտի նկատմամբ, այլև հակաիրավական է։ Անդրադառնալով կաթողիկոսին ավազանի անունով դիմելով ՔՊ-ի ցինիկ քայլին, Մելոյանը նկատում է. Գարեգին Բ-ն ամենայն հայոց կաթողիկոսի ոչ միայն ավազանի, այլև Հայաստանի Հանրապետության անձնագրով արձանագրված անունն է, այսինքն խախտվում եւ խեղաթյուրվում է նաեւ հստակ արձանագրված իրավական փաստ, ու սա ոչ միայն անարգանք է ազգային հավատքի ու ինստիտուտի նկատմամբ, այլև Հայաստանի Հանրապետության անձնագրի ու հակաիրավական է։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ Հայքնյուսը եմկայքում։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է, որ օգոստոսի 19-ին ժամը 12-ին Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն քաղաքական դրդապատճառներով բանտարկված քաղաքացիների։ Քաղաքագետը շեշտում է, Հայաստանում սահմանադրական եւ մարդու իրավունքների համապարփակ կոնվենցիայի իրավունքները կոպտագույն կերպով խախտվում են, սակայն ԵՄ-ն տարօրինակ լռություն է պահպանում, դրանով իսկ զորակցելով այդ անօրինականություններին։ Օգոստոսի 19-ին Արեգնազ Մանուկյանի 13-ամյա դստեր ծննդյան օրն է, ով զրկված է իր մոր հետ որևէ շփում ունենալուց, դրանով ենթարկվելով հոգեբանական խոշտանգման։ Արեգնազ Մանուկյանի ու բոլոր քաղբանտարկյալների պաշտպանությունը մեր բոլորիս քաղաքացիական ու առհասարակ մարդկային պարտքն է։ Ցեղասպան Ադրբեջանի բանտերում պահվող հայ ռազմագերիների խնդրին է անդրադարձել Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Սյուզաննա Ավետիսյանը։ Падգամավորը մեջբերում է մի հատված Աշոտ Աղաբաբյանի Գաղութ գրքից, որտեղ նկարագրվում է 1991 թվականին ադրբեջանական բանտում 101 օր գերության մեջ գտնվող մեր մի քանի տասնյակ հայրենակիցների ապրած դժոխքը հենց գերիների վկայություններով։ Նրանցից ոմանք այսօր էլ ողջ են եւ ապրում են մեր կողքին։
Պատգամավորը նկատում է. այս դաժան պատմությունը ընդամենը մի փոքրիկ դրվագ է այն անմարդկային խոշտանգումներից, որոնց ենթարկվել են մեր հայրենակիցները, իսկ հիմա պատկերացրեք առնվազն 19 մեր հայրենակիցներին, որոնք արդեն շուրջ 3-ից 6 տարի գտնվում են Բաքվի բանտերում, ունեն լուրջ առողջական խնդիրներ և զրկված են մարդկային տարրական իրավունքներից։ Մեր հայրենակիցներին պետք է օր առաջ տուն վերադարձնել։ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը Facebook-յան իր գրառմամբ անդրադարձել է խորհրդարանի աշխատանքներին։ Ներկայացնենք մեկ հատված գրառումից։ Հայաստանի Հանրապետության 9-րդ գումարման ազգային ժողովը իր աշխատանքները սկսել է օգոստոսի 2-ին։ Խորհրդարանը դեռ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության փուլում է և իհարկե ընդդիմադիր երկու խմբակցությունների գործունեության վերաբերյալ վերջնական գնահատական տալը վաղ է, սակայն նույնիսկ այս փուլում հնարավոր և անհրաժեշտ է լինել խորքային, բովանդակային ու օրակարգային։ Մեր ակնկալիքը խորհրդարանական ընդդիմությունից պարզապես կոշտ ելույթները, աղմկոտ հակադարձումները կամ իշխանության ներկայացուցիչների հետ անձնական բանավեճերը չեն։ Ուժեղ ընդդիմությունը պետք է կարողանա փոխել քննարկումների առարկան և ազգային ժողովին պարտադրել Հայաստանի իրական խնդիրներից բխող օրակարգ։ Երբ ԿՊԱ-կան պատգամավորները փորձում են քննարկումները տեղափոխել Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի կամ որևէ այլ անձի շուրջ ստեղծվող սադրանքների դաշտ, ընդդիմության ամենաարդյունավետ պատասխանը պարտադիր չէ լինի նույն տրամաբանությամբ հակադարձելը։ Այդ սադրանքին նույնիսկ պատասխանել պետք չէ, փոխարենը պետք է անմիջապես անդրադառնալ պետական նշանակության որևէ խնդրի։ Տնտեսագետը եզրահանգում է. ուժեղ ընդդիմությունը իշխանությանը ստիպում է պատասխանել այն հարցերին, որոնց պատասխանները չունենալու իրավունք պետությունը չունի։ Մարտուն Գրիգորյանը նամակ է գրել Արմավիր քրեակատարողականից, ներկայացնենք մեկ հատված։ Սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է, որի միջով անցնում ենք արդեն մի տարի և ավելի, թիմս, ընտանիքս ու ես, և այս մասին բոլորդ շատ լավ գիտեք։ Նախ փորձեցին ընտանիքիս բոլոր տղամարդկանց, հորս ու որդիներիս, ինչպես նաև թիմակիցներիս նկատմամբ քրեական գործերով ու ձերբակալություններով ինձ թուլացնել, ինչը չստացվեց և ես երբեք չեմ ընկճվել, հետքայլ չեմ արել, շարունակեցի իմ ճանապարհը, շարունակեցի նույն ձեռագրով, նույն խոսույթով։ Պետք չէ ընտրությունների համար մտնել ընտանիքներ մարդկանց դժվարությունների ու դժբախտությունների առաջ կանգնեցնել, ընտրությունները եղել են ու կլինեն։ Ճիշտ կլիներ, որ պայքարը լիներ քաղաքական հարթությունում։ Ինչևէ, սա էլ կանցնի, ես դժվարություններից ընկրկող, վհատվող, թուլացողը չեմ։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում իրենց խոսքով, ներկայությամբ, աջակցությամբ ու պարզապես հավատով իմ կողքին են։ Արմավիր քրեակատարողականից գրել է Մարտուն Գրիգորյանը։ Ալեն Սիմոնյանը ոնց որ են անդաստիարակ անշնորհք երեխեքից լինի, չի կարողանում տեղահանգիստ նստի, այսպես է արձագանքել նորանշանակ Անվտանգության խորհրդի քարտուղարի ընդդիմության հասցեին արված գռեհիկ հայտարարությանը Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Հիշեցնենք, Ալեն Սիմոնյանը մոռանալով իր նոր կարգավիճակը կրկին իր ոճին հարիր անպարկեշտ որակումներ էր ուղղել ընդդիմությանը, վերջինիս առաջնորդների հասցեին, հետն էլ սպառնացել տրորել։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը արձագանքելով Ալեն Սիմոնյանին նրան որակեց սպիսատարած։ Նույն խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը Սիմոնյան Ալենին անվանեց սպառնալիք ազգային անվտանգությանը։ Իսկ հոգեբան Միրդադ Մադաթյանը ասել է. մենք ունենք ազգային ժողովի նախագահ, ով ամբիոնից ինչ մտքին փչում է, խոսում է, մարդկանց է վիրավորում։ Ունենք նախարարներ, ովքեր երկու բանկատոմատի մոտ նկարվում են ու արտահանման մասին ինչ-որ ստեր են ասում և այսպես շարունակ։ Ի վերջո, մեր երկիրը ղեկավարում է մի մարդ, ով պատերազմի մասնակցին հարցնում է. ինչու ես դու կենդանի մնացել։ Չենք խոսում մնացյալ անթույլատրելի հայտարարությունների մասին, որոնք արվել են։ Այս պարագայում արժե զարմանալ, որ Ալեն Սիմոնյանը նման հայտարարություններ է անում, անգամ այն պարագայում, երբ զբաղեցնում է բավականին կարևոր պաշտոն։ Հասկանում եք, թե ուր է գլորվել մեր երկիրը։ Բոլորով Օրելի գրքի մեջ ենք հայտնվել։ Այսօր այսքանը, հետևեք Հայք Նյուզ լրատվականին, Facebook-յան տրամադրությունները փոխանցեց Մարգարիտ Աղուշունցը։ Հայք Նյուզ լրատվական։